Այսօր շատ կարևոր օր է, որովհետև այսօր Ջեֆրի Էփշտեյնի ֆայլերի հրապարակման վերջնաժամկետն է։ Սա նշանակում է, որ Ամերիկայի արդարադատության նախարարությունը պարտավոր է հրապարակել Ջեֆրի Էփշտեյնի հետ կապված մոտ 2 տասնյակ տարի տևող քրեական գործի բոլոր փաստաթղթերը եւ ֆայլերը։ Ջեֆրի Էփշտեյնը շատ մեծ ազդեցություն ուներ աշխարհի լիդերների եւ գլոբալ էլիտաների վրա եւ զբաղվում էր երեխաների, երիտասարդ կանանց, տղամարդկանց սեքսուալ տրաֆիկինգով։ Ասեմ, որ օրեր առաջ արդեն որոշ լուսանկարներ հրապարակել են ու միայն այդ լուսանկարները տեսնելով կարելի է ենթադրել ինչեր է կատարվել։ Արդեն հրապարակված լուսանկարներից երևի թե ամենաշոկայինը սա է, այս խոսակցությունն է, որտեղ որ բառացիորեն խոսում են կանանց առնելու մասին, այստեղ ասում է, չգիտեմ, ով ում է ուղարկել, բայց ասվում է, որ մի կնոջ համար, որը Ռուսաստանից է, այստեղ Departure City Russia գրած, ուզում են $1000, այսինքն մի կինը արժեցել է ընդամենը $1000։ Մի լուսանկար կա Ուկրաինայի անձնագիրը, էլի ենթադրում եմ, որ ինչ-որ կնոջ անձնագիր է։ Կան սենց լուսանկարներ, որ կանանց մարմնի վրա ֆլոմաստերով կամ մարկերով գրված է Նաբոկովի Լոլիտայից տարբեր հատվածներ։ Սա միակ ֆոտոն չի, ուղղակի սա որպես օրինակ։ Խնդրեմ օրինակներից մեկը էլի Լոլիտայից հատվածներ է։ Կա նաև Բիլ Գեյթսը, ինչ-որ անհայտ աղջկա հետ, որը իր կինը չի։ Այստեղ նաև ռեժիսոր Վուդի Ալենն է։ Պարզվել է նաև, որ Էփշտեյնն ու Նոամ Չոմսկին նաև էլի ընկերական հարաբերությունների մեջ են եղել, ինչը իմ համար անձնապես մի քիչ ցավոտ թեմա է, որովհետև ես Նոամ Չոմսկին որպես ինտելեկտուալ մարդ, որպես հանրային գործիչ շատ եմ հավանում ու չգիտեմ, իմ համար ցավալի է, որ Էփշտեյնի հետ ընկերություն է արել։ Շատերը խոսում են, որ Վենեսուելայի հետ կապված ճնշումը միգուցե մեծանա, որովհետև ուշադրությունը այս Էփշտեյնի ֆայլերից շեղելու համար միգուցե ԱՄՆ-ն ինչ-որ գործողություններ ձեռնարկի Վենեսուելայի դեմ։ Տեսնենք իսկապես կհրապարակեն, թե այս անգամ էլ ինչ-որ մի պատճառ կհորինեն, իսկ դուք բաժանորդագրվեք, լայքեք, տարածեք, ես կհետևեմ զարգացումներին։ Մերսի։